մի բարի լավ մարդ իր տան նստած է լինում եւ մի ճամփորդ նրա դուռը թակում է եւ գիշերակացի հնարավորություն է խնդրում, ասում է դու մի գիշեր այստեղ մնամ, ասում եմ մեծ սիրով մնա, տեղը շատ է, դու էլ կարող ես այստեղ գիշերել։ Եվ նստում են ընթրիքի սեղանի շուրջ, այս մարդը հարցնում տանտիրոջը, ասում է ձեր մոտ ինչպես են ապրում մարդիկ, ասում է ես ուր գնում եմ, ինձ անարգում են, ասում է ես չեն ընդունում, ասում է ինչու քեզ չեն ընդունում, դե ասում է որտեվ ես սովոր եմ մարդկանց դեմքին ճշմարտությունն ասել, ասում է այ օրինակ նայում եմ քո մի աչքը չկա, մի ոտքդ էլ կաղա, եւ վերջո ծես, այսինքն կույր, կաղ, հաշմանդամ, ծերացած մի մարդ ես, ես աշխարհից գնում ես, հասկացա, ասում է ինչու մարդիկ քեզ չեն ընդունում, որտեղ դու ոչ թե մարդկանց ճիշտն ես ասում, այլ մարդկանց թերությունները, մարդկանց տակարությունները իրենց երեսով ես տալիս, այդ պատճառով էլ մարդիկ քեզ չեն ընդունում։ Միշտ չէ որ ճիշտը ճշմարիտ է, հա? Ճշմարտությունը պետք է աստվածային իմաստություն ունենա։ Սոկրատոսի մոտ մի մարդ գալիս է, ասում է լսել ես ինչ նորություն ունեմ, ասում է իսկ այդ քո նորությունը 3 ցանցերով անցկացրել ես, ասում է այդ ո՞րն են 3 ցանցերը։ Ինչ որ լսել ես ճիշտ է, ճշմարիտ է։ Ասում է կարծեմ թե այդքան էլ ճշմարիտ չէ։ Լավ, ասում առաջի ցանցով չանցավ քո նորությունը։ Ասում է երկրորդ ցանցով անցկացրել ես, ո՞րն է, ասում է այդ երկրորդ ցանցը։ Բարի է քո լուրը, ասում է չի ավելի շատ չար է։ Ասում ես երրորդ ցանցով անցկացրել ես, ասում է ո՞րն է այդ ցանցը, ասում է օգտակար է քո լուրը, որ պետք է մեզ հայտնես, ասում է ոչ, ավելի շատ վնասակար է։ Ուրեմն գնա թաղի քո այդ նորությունը, դա նորություն չէ, հնություն է կամ չարություն է։ Թաղի հողի տակ թող գնա։ Մի էլ պատմի մարդկանց։ Ուրեմն խոսքը մենք պետք է ընտրությամբ լսենք եւ փոխանցենք մարդկանց։ Օգտակար բաները պետք է լսենք եւ պահենք եւ փոխանցենք մարդկանց։ Իսկ անօգուտ բաները հեռացնենք, վերացնենք մեզանից։